Ձենով լացել են, այդ ժամանակ հուզվեցի, բայց չեմ տեսել երեխաներին ու գիտակցում էի, որ իրավունք չունեմ տեսնելու։ 22-ամյա փոխնակ մայրը 9 ամիս կրծքի տակ կրել է զույգ փոքրիկներին ու ծննդաբերությունից հետո փոխանցել զոհված զինծառայողի ծնողներին։ Չի ժխտում ֆինանսի խնդիրն է դրդել փոխնակ մայրության, բայց երջանիկ է, որ հենց այդ զույգին է պարգևել կրկին ծնող դառնալու բերկրանքը։ Ուրիշ զգացողություն է, էլի, որ կարում ես ինչ-որ մեկի տանը լույս վառես։ Եթե հոգեբանորեն պատրաստ չես կարող փոխնակ մայր լինել, ասում է։ Սա պատասխանատվություն է, որը պետք է գիտակցորեն ստանձնել։ Ես գիտակցում էի, որ սուրակատ մոր ճանապարհը մի քիչ բարդ է լինելու, բայց ես այդ խոչընդոտներին չեմ հանդիպել։ Ամուսինս սկզբնականում դեմ էր, հետո հաշտվեց այդ մտքին։ Դա շատ լավ զգացողություն է, որ կարողանում ես դիմացինից օգնել, աջակցել, որտեղ ամեն մարդու տրված չի մայրանալ։ Փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծախսը զոհված զինծառայողի ծնողների դեպքում փոխհատուցում է պետությունը։ 2022-ից մինչև հիմա ծրագրից 31 շահառու է օգտվել։ Նրանցից 26-ի փոքրիկները արդեն ծնվել են։ Եթե պետությունը տրամադրում էր 5.5 միլիոն դրամ, հիմա արդեն առավելագույնը կփոխհատուցի 8 միլիոն դրամ։ Համապատասխան որոշումը արդեն իսկ ուժի մեջ է մտել ապրիլի 19-ից հետո եւ համապատասխան այն ծնողները, որոնք ցանկություն կունենան կամ արդեն ցանկություն ունեն, բայց դեռևս ամբողջական չի իրենց մոտ այդ ցիկլը, այդ փուլը, համապատասխան փոխնակ մայր գտնելուց բոլոր այն ատրիբուտները անելուց հետո պայմանագիրը կարող ենք ընկել մինչև 8 միլիոն դրամ փոխհատուցում պետությունից ստանալու հիմքով։ Շատ կարևոր որոշում էր կառավարության կողմից, որ 5.5 միլիոնից բարձրացեցին գինը մինչև 8 միլիոն։ Մենք շատ մեծ հույսեր ունենք, որ սա կօգնի նորից մենք ապահովենք մեր զոհված զինվորներին, սուրոգատ մայրերով, փոխնակ մայրերով մի բան, ինչը մեզ հիմա շատ նեղում է, որովհետև մոտ 6 ամսվա հերթեր ունենք մենք գոյացած։ Հայաստանում սուրոգատ մայրերը քիչ են, մինչդեռ նրանց կարիքը շատ է։ Մեր երկրում փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 20-ից 38 տարեկան այն կանայք, որոնք ունեն առնվազն 1 երեխա, ծննդաբերել են ոչ ավելի քան 3 անգամ եւ 1 անգամից ոչ ավելի կեսարյան հատման միջոցով։ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ազգային ժողովը ամռանը ընդունեց մի կարևոր օրենսդրական փոփոխություն, որով արգելվեց որ օտարերկրյա քաղաքացիները գան Հայաստանի Հանրապետություն եւ օգտվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի փոխնակ մայրերի ծառայությունից, ինչը շատ կարծում եմ կարևոր էական արգելք էր, որովհետեւ տրամաբանական է, որ օտարերկրացիները գալիս էին, առաջարկում էին ավելի շատ գումար եւ այսպիսով Հայաստանի քաղաքացիները, ովքեր ունեին դրա կարիքը, իրենք զրկվում էին այդ հնարավորությունից, առաջանում էին հերթեր։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպես հասարակություն խրախուսենք եւ ինչ որ մի ձևով ավելի ջերմ վերաբերմունք ցույց տանք, որովհետեւ գումարը ոչ մի գումար չի կարող կանայք գիտեն ծննդաբերես, հղիություն տանես, էնել քո երեխան չէ, այդ դժվարություններով անցնես, մենք երախտապարտ ենք, մենք պետքա ցույց տանք, որ որպես հասարակություն երախտապարտ ենք այս կանանց, նրանք հերոսական գործ են անում, հատկապես երբ որ հերոս ընտանիքին են ընդունում, սա կրկնակի հերոսություն է։ Տալ երջանկություն, որը անգին է, բժշկի խոսքով պետք է ոչ թե քննադատել, այլ կարևորել փոխնակ մոր առաքելությունը։ Վերականգնողական փուլը անցնելուց հետո 22-ամյա փոխնակ մայրը պատրաստվում է երջանկացնել եւս 1 զոհված զինծառայողի ծնողների։ Նարեկ Ոսկանյան, Էդգար Դավթյան, Մհեր Կիրակոսյան, Լուրեր։